Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Պողոսյան, նախորդիվ նշում եք շաբաթ օրը, որ այս ընթացքում հանդիպումներ եղել են, որոնք այսպես դրական արդյունք չեն տվել։ Հիմա այս մոտիվը ո՞րն է հանդիպելու, եթե այս ձեր նշելով հանդիպումները արդյունք չեն տալիս։ Նայեք, նախ եւ առաջ թող իրանք իմանան, որ մենք միշտ կանք, միշտ պայքարելու ենք, ինչը մերեն վերջի շունչ է, էլի։ Այն երեխեքը մեր համար են գնացել, այն զոհվածները մեր համար են զոհվել, այն վիրավորները մեր համար են վիրավորվել, այսինքն ամեն մեկիս համար, հենց ձեր համար, իմ համար։ Նայեք, ուրեմն ես սենց եմ համարում, նախ եւ առաջ իրանք պիտի իմանան, որ մենք կանք։ Մենք քնած չենք, մենք ամեն օր էլ պրպտում ենք, ամեն օր էլ գնում ենք, գալիս ենք, տարբեր կառույցներ, նես չի որ մենակ էս կառույցն է։ Բայց այս վերջերս սկսել են արդեն կառույցները ծնողներին չհանդիպել։ Այսինքն դա նշանակում է, որ մարդիկ արխային են ընկել, չէ, այն բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասում, արխային մի ընկեք, ախպեր, չկան նման բան։ ԱԱԾ տնօրենը Բաքվից վերադառնալիս ձեզ հետ հանդիպել է կամ դուք ցանկություն հայտնել եք։ Մենք ցանկություն հայտնել ենք, մենք դրա մասին հələ կխոսենք, մենք ցանկություն հայտնել ենք, այս հանդիպումից հետո կհասկանանք ոնց է ինչա, լավ։ Դրա մասին կխոսենք, էլի։ Պողոսյան, բազմաթիվ ակցիաներ եք դուք իրականացրել ինչպես Պաշտպանության նախարարության շենքի մոտ, այնպես էլ կառավարության, ԱԱԾ-ի մոտ, եւ գիտենք նաեւ, որ այս հարցով անհետ կորածների մասնավորապես զբաղվում էր ԱԱԾ-ն, եւ հիմա հարց է առաջանում, ինչու է ձեր ակցիան եւ ձեր հարցերը ուղղված Պաշտպանության նախարարություն, այլ ոչ թե ազգային անվտանգության ծառայությանը։ Նայեք, ուրեմն ազգային անվտանգության ծառայության գործառույթներում ինչ կա, առաջ սաղ այդ գործառույթների գոնե 60%, 50% արվում էր։ Այսինքն ես ոչ մեկին ոչ գովում եմ, Աբազյանի վախտով, ես ոչ մեկին ոչ գովում, ոչ Աբազյանի հորոխբոր տղեն է, հենցա որ ուղղակի եթե համեմատում ենք, չէ, Աբազյանը հանդիպում էր հետս հետ ծնողների հետ։ Հիմա նայեք, ես օրինակ համարում եմ, որ ոչ մի բան չի բավարարել մեզ։ Այսինքն մենք էլ սենց ուղիղ որ մտածենք, տվել ենք բանային, ախպեր, խեմ գնում ԱԱԾ-ից ուզեմ ես։ Ճիշտ է, նույնը չէ, տարբեր կառույցներ են, տարբեր գործառույթներ ունեն, չէ, բայց իմ երեխուն որ կանչել են, վայնկոմատից են կանչել։ Վայնկոմատը ում է պատկանում, ձեր ցավը տանեմ, ԱԱԾ-ի։ Բնականաբար չէ, Պաշտպանության նախարարությանը չի։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, հա, անհետ կորածների եւ գերեվարվածների հանձնաժողովը ԱԱԾ-ն է, բայց ամենայն դեպս ոչ մի ձևի բավարար պատասխան մենք չենք ունեցել մինչեւ հիմա։ Դրա համար արդեն սաղ կառույցներին է պետք է դիպենք։ Պետք է այդ սաղ կառույցներն էլ չնայած մինչեւ հիմա էլ դիպել ենք, բայց այդ սաղ կառույցները պետք է հասկանան, որ ախպեր չի կարելի։ Այս մարդիկ երեխային մանգալես մարդիկ եսիմ տենց մի հատ կառոպկա չեն տվել իրանց հետո հետ ուզում։ Փաշինյանը երեք մանկում իր ելույթում էլ անդրադարձավ, Նեղոսին շաբաթ օրը իր ելույթում անդրադարձել էր անհետ կորածների ճակատագրին, բացահայտման ուղղությամբ աշխատանքներ տանելուն։ Ուրեմն նայեք, անհետ կորածների ճակատագիրը 5 տարի առաջ, 5 տարի արդեն, այս 5 տարվա մեջ գոնե մի հոգու պետք է մի անհետ կորածի ճակատագիր գոնե պետք է պարզ լիներ։ Այսինքն դուք չեք ենթադրում, որ դա գործառույթ չկա, չեն արել այս մարդիկ գործ, որ այդ ճակատագիրը գոնե մի հոգու ճակատագիր ախպեր պարզ լիներ, ասեին էս ինչ տեղ է, էս մի հոգին զոհվել է, օրինակ աճունը հանել են, չէ, կամ էս մի տեղը էս մարդուն տարել են, գերեվարել են, այսինքն մի հատ պալևոյ գեներալների մոտ մնում է։ Խի չկա տես բան, կա։ Իրանք էլ մեզից լավ կիմանան, որ կա, այսինքն մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց ամենայն դեպս պատերազմ է եղել։ Պատերազմի վախտել ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է եւ մինչեւ հիմա գերեվարվածներ լինեն, որ անունները չկա այն ցանկի մեջ, որը որ պետականորեն այտենց հաստատված են։ Ուզում եմ ասեմ, որ չկա նման բան, թող հավայի այտենց բաներ չխոսան, որ մենք աշխատում ենք, դուք որ աշխատեիք, մինչեւ հիմա արդեն ահագին արդյունք կունենայինք։ Մենք ենք աշխատել, ինչ էլ աշխատել ենք։ Այսօր ինչ տվել ենք, սաղ մենք ենք տվել, ապա իրանց։ Որ կառույցին որ հարցնում ես, այնքու 20 թվականի ասած է, այսօր քեզ ասում են։ Այսօր մենք այնքան ենք շփվել մեր ծնողներով սենց իրար հետ,
այնքան մտերմիկություն կա, այնքան իրար հետ կապած ենք, մեր երեխեքն են կապել, որ այսօր որ մեկի երեխուն մատը դիր, որ մեկի երեխու մասին ինձ զարթնացնես, ասես մի հատ ասես երեխուց, ես կասեմ այդ երեխուց։ Նույնը իմ երեխու մասին իհարկե, էլի իմ ընկերները, մեր բախտակից ընկերները։ Պարոն Պողոսյան, եւ մի հարց էլ հիշում ենք, եթե չեմ սխալվում, նախորդ տարի էր, երբ այստեղ հանդիպում եղավ պաշտպանության նախարարներ ընդունել ծնողներին, ծնողները երբ դուրս եկան, հարցին թե ինչ է քննարկվել, ասացին, որ Սուրեն Պապիկյանը նշել է, որ քիչ-քիչ խմբերի հետ հանդիպելու են ծնողների, եւ որ այդ ժամանակ նայեք, ուրեմն մենք հանդիպման